Շնորհակալություն, հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, ինչու է ազգային ժողովը քննարկում այս օրենքը, որովհետև կա երկրում ապօրինի հարստացման խնդիր, եթե նման խնդիր երկրում չլիներ, բնականաբար մենք այսօր նման օրենք չէինք քննարկի։ Ինչու է այս օրենքը քննարկվում, որովհետև մեր երկրում կան բազմաթիվ պաշտոնյաներ, ովքեր հարստացել են ապօրինի։ Եթե չլինեին ապօրինի հարստացածներ, մենք այսօր բոլորովին այլ բանի մասին կխոսեինք։ Եվ երբ որ մենք ասում ենք, որ ես ասում եմ, որ ես չեմ հավատում, որ օրենքը լիարժեքորեն գործելու է, ինչու չեմ հավատում, որովհետև միջև այս օրենքն էլ հարգարժան Տիկին Հովհաննիսյան բազմաթիվ օրենքներով, քրեական օրենսգիրք եւ այլն արգելվում է կաշառք վերցնելը, այլ օրենքներով պետական ուրեմն պաշտոնեական դիրքի չարաշահման հետ կապված մենք բազմաթիվ արգելանքներ ունենք, բայց այդ ամենը կոռուպցիա, պաշտոնեական դիրքի չարաշահում, այդ ամենը գործում է միայն այն դեպքում, երբ որ կա դրա քաղաքական համաձայնությունը, սա է խնդիրը։ Դալանում դատավորին բռնում են այն ժամանակ, երբ որ անհրաժեշտություն կա հեռուստատեսությամբ կոռուպցիայի դեմ պայքարելու, շոու սարքելու, իսկ առավել մեծ կոռուպցիոներները հանգիստ նստած են ոչ թե դալաններում, այլ իրենց աշխատասենյակներում։ Երբ որ պաշտոնյան մենք ակնհայտ, ինչպես նշեցիմ գործընկերը, բոլորս գիտենք, չգիտեմ, Լոս Անջելեսում եւ չգիտեմ որտեղ, սաում դղյակն է, սաում ասաբնյակն է, հատ անվանական, բայց այդ ամենի մասին հիշում ենք կամ որ հայտնի շոկոլադի գործարանն է գնվել պետական պաշտոնյայի կողմից իր պաշտոնավարման ընթացքում, բայց այդ մասին մեր մամուլը, մենք բոլորս հանկարծ հիշում ենք այն ժամանակ, երբ որ պաշտոնյան հեռացվում է պաշտոնից եւ կապ չունի, որ օրինակ հետ լրատվական գործակալությունը փայլուն կատարում է իր լրագրողական հետաքննական աշխատանքը եւ հատ հրապարակում է գործող, չգործող, արկա, ներկա, բացակա պաշտոնյաների անուններ, ովքեր ապօրինի հարստացել են։ Ես դրա համար եմ ասում, որ մեր օրենքները հրաշալի են այսօր էլ, մեր գործող օրենքները հնարավորություն տալիս են բռնելու գող պաշտոնյայի, գող չինովնիկի ձեռքը, բայց ինչու է դա լինում ընտրովի, ինչու է լինում միայն այն ժամանակ, երբ կա դրա քաղաքական անհրաժեշտությունը։ Իհարկե, մենք բոլորս այս օրենքին քվեարկելու ենք կողմ, որովհետև բացարձակ անհասկանալի կլինի, որ ապօրինի հարստացման դեմ նախագծին մեկը ասի, չգիտեք, ես դրան դեմ եմ, բայց մտածել, որ այս նախագիծը ընդունելուց հետո բոլոր այդ խնդիրները լուծվելու են, իհարկե անձնիվ չեն։ Երբ որ ինչ-որ մեկը նշանակում է պաշտոնի եւ ասում է, դե լավ գնամ մի քիչ էլ ես լավ ապրեմ, այդտեղից պիտի սկսել, այդտեղից արդեն պիտի բռնել այդ մարդու ձեռքը, այդտեղ արդեն այդպես մտածող անձնավորությանը չպիտի որևէ անգամ փոքր պաշտոն վստահել, որովհետեւ մի անգամ լրատվամիջոցներից մեկը մոնիտորինգ էր արել, թե որտեղ են հանգստանում եկամուտների կոմիտեի, չգիտեմ, միջին պաշտոնյան անգամ պարզվեց, որ արաբական շեյխերը գլուխները պատին են տվել, ես չեմ խոսում առավել բարձր պաշտոնյաների, այդ պաշտոնյաների հնարավորությունների համեմատ, եւ որ բոլորին խոսացնում ես, բոլորը ինչպես նշեցի ասում են, մենք հարստացել ենք հալալ քրտինքով, հիմա ինչ անենք, այս օրենքում քրտինքի էքսպերտիզայի դրույթ ավելացնենք, ինչ անենք, որ հասկանանք հալալ քրտինքով են հարստացել թե ոչ, հասկանում են, որ խնդիրներ կան, որ ձեր եւ մեր իրավասությունից վեր են, խնդիրներ կան, որ անգամ օրենքից են վեր, որովհետեւ կան չգրված նաեւ օրենքներ, որոնք շատ դեպքերում ավելի զորեղ են, քան անգամ մեր երկրի սահմանադրությունը։ Այնպես որ եթե այս օրենքը օգնելու է, որ գոնե այդ մարդիկ մի քիչ իրանց թեթև անգամ դիսկոմֆորտ զգան, որ ստիպված լինեն իրենց ուլեցվածքը տեղաբաշխել իրենց վարորդների, իրենց մեքենան լվացողների, իրենց տան ճաշեփողների անունով, որովհետև միևնույն է, եթե ինչ-որ մեկը ապօրինի հարստացել է եւ ինքը խնդիր ունի, այդ ապօրինի հարստացվածը, այսպես ասենք, լեգիտիմացնելու ճակերտավոր, այս օրենքն էլ չի օգնելու, նա միևնույն է դա անելու է, բայց եթե այս օրենքով գոնե մի թեթև իրենց համար պրոբլեմ են կառուցելու, իրենք
երբ զգալու են դիսկոմֆորտ, մենք բնականաբար երկու ձեռքով պաշտպանելու ենք այս նախագիծը, բայց ես կրկնում եմ, եթե մեր երկրում սա չլիներ իսկապես հասունացած լրջագույն խնդրեմ, այս օրենքի անհրաժեշտությունը չէր լինի, իսկ այս օրենքը կարող էր չլինել միայն այն դեպքում, երբ ի սկզբանե մենք մեր պետական պաշտոնյան չմտածեր, որ պետական գանձարանը գողանալու համար է, որ չմտածեր կաշառք տալը եւ վերցնելը չլիներ ընդունված նորմ։ Ինձ ապշեցրեց նախարարներից մեկի, այսպես քննարկումների արդյունքում մամուլ նետած թեզը, որ եկեք օրինականացնենք բժիշկին տվող մաղարիչը, այսպիսի մենթալիտետը տեղ պիտի չունենա մեր մտածելակերպում։ Սա էր, որ ես ցանկանում էի ասել, բնականաբար մենք քվեարկելու ենք օրենքին կողմ, բայց մտածել, որ այս օրենքը լուծելու է բոլոր այն խնդիրները, քանի դեռ մեր քաղաքական խաղի կանոնը փոխված չէ, քանի դեռ մենթալիտետը փոխված չէ, քանի դեռ պաշտոնի գնալը նշանակում է գնալ միտեղ, որտեղ հարստանում են պետական բյուջեի հաշվին, հարստանում են, այսպես ասենք, կաշառք տալու եւ վերցնելու հաշվին որևէ օրենք, սահմանադրության մեջ էլ առաջի հոդվածով ապօրինի հարստացումը բերենք ամրագրենք, որևէ օրենք չի փրկելու։ Կլինի իսկապես քաղաքական ուժերի հանրության մեջ այդ պահանջը։ Ես համաձայն եմ հնչեցրած տեսակետի հետ։ Դահլիճում այստեղ բազմաթիվ մարդիկ պիտի լինեին նստած, ում առաջին հերթին վերաբերում է հենց ապօրինի հարստացման օրենքը։ Նրանք չկան, իրանց հետաքրքիր չի, որտեվ իրանք գիտեն, որ 10 հատ էլ օրենք ընդունեք, միևնույն է, իրենք անելու են այն, ինչ ուզում են, որովհետև կա չգրված օրենք, որը ավելի վեր է, քան ցանկացած օրենք եւ անգամ սահմանադրությունը։ Եվ քանի միջև մենք այդ խնդիրները չկարողանանք լուծել, միջև մենք հանրության մեջ իսկապես օբյեկտիվ ցասում չառաջացնենք այս խնդիրների հանդեպ, մենք չենք կարողանալու որևէ պոզիտիվ բանի հասնել։ Իսկ մնացածը, կրկնում եմ, փորձենք, սա իսկապես լավ քայլ է, փորձենք գնալ փոքր քայլերի հաղթանակի ճանապարհով, եթե թունելի վերջում լույս տեսնում ենք։ Սա այսպես արդեն լավատեսի եւ վատատեսի խնդիր է։ Փորձենք լինել լավատես եւ հասկանալ, որ փոքր քայլերի հաջողությամբ մենք կարողանալու ենք իրապես մթնոլորտ փոխել, բայց ես կրկնում եմ, ականջը ոչ թե պետք է այսպես բռնել, այլ պիտի սկսել զրոյից։ Այն հիմքից, որ մարդը, որը մտածում է, որ պետական գանձարանը գողանալու ամենամեծ բասեինն է, այդ մարդը տեղ պիտի չունենա պետական ապարատում, անկախ նրանից նա փորձագետ է, ավագ օգնական, բաժնի վարիչ, նախարար, թե ավելի բարձր պաշտոնյա։ Սա է մեր երկրի հիմնական խնդիրը։ Շնորհակալություն։